կատարված եւ մեղավոր դատարանի կողմից մեղավոր ճանաչված անձանց մասին է խոսքը։ Ներողություն մասին է խոսքը, դիտեսովի մասին։ Այո, երկու եղբայր։ Միքայելը մի քանի անգամ դատապարտված չի։ Խնդրում եմ դրա հաստատեք, որ մի քանի անգամ ինքը քրեական պատասխանատվության չի ենթարկվել։ Իվարկան։ Մեկը 2 անգամ էր, մյուսը 1 անգամ։ Սա ասեմ ովքան անգամ։ Այո, Միքայել Կիտեսովը, չէ, Միքայել Այո, Միքայել Կիտեսովը մի անգամ խորհրդի համար։ Խորհուրդ խնդրում եմ, որ ոչ մեկը չգիտենք ինչ մասին է։ Հա, ասենք Դե եղբայրներ են Միքայել եւ Ալեքսանդր Կիտեսովներ, Ալեքսանդր Կիտեսովը 2 անգամ է դատապարտվել, Միքայել Կիտեսովը 1 անգամ կողոպուտի համար, իսկ եղբայր Ալեքսանդր Կիտեսովը դատապարտվել է 2 անգամ, մի անգամ ծանրամարմնական վնասված պատճառելով, մյուս անգամ ստեյցյան մեքենաներ ջարդուփշուր անելու համար։ Միքայել Կիտեսովի դատապարտության տարում 2002 կամ 3 թվականն 22 տարի Միքայել Կիտեսովը կողոպուտի համար, այո, 20 քանի տարի առաջ։ Լավ, հիմա ես մի քանի Ձեզ հայտնի է իրենց կապը Քոչարյանների ընտանիքի հետ, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի, Սեդրակ Քոչարյանի։ Միքայելի անունից կարող եմ ասել, որ որևէ կապ չունեմ։ Դուք հաստատում եք, որ ձեր հեռախոսի համարը, որ դուք ենթադրում եմ օգտագործում եք եւ ներկայացրել եք ձեր բարեվարկության հարցաթերթիկում գրանցված է Միքայել Կիտեսովի անունով։ 2008 թվականից այսպես ծանոթացել եք Միքայել Կիտեսովի անունով ինձ թվում մի քանի հազար համար կարող է գրանցված լինել, ինքը այդ ժամանակ հեռախոսահամարների վաճառքով էր զբաղվում եւ իր անապազորի հացներ վաստակում, մենք մի քանի ընկերներով իրանից հեռախոսահամարներ գրանցեցինք, ու եթե չեմ սխալվում, չեմ էլ փոխել հեռախոսի համանախապողություն չենք արել։ Շատ բարի։ Ալեքսանդր Կիտեսովը, օրինակ, համացանցում Ռոբերտ Քոչարյանի հետ նկարներ ունի, տենց բավականին գրկախառնված եւ կան։ Ձեզ դա հայտնի է արդյոք։ Ես գիտեմ, որ Արնոլդ Շվարցենեգգերի հետ լուսանկարում է։ Արնոլդ Շվարցենեգգերը Հայաստանի քաղաքական դաշտի հետ կապ չունի։ Դե նկատի ունեմ իր լուսանկարներով բացարձակ հետաքրքրված չեմ եղել, մենակ հիշում եմ, որ երբ որ այդ լուսանկարը եղավ, այո, մարդիկ ցույց էին տալ իրար, ասում էին, տեսեք, ով մետանկարվում, իմ համար միևնույն էր ով մետանկարվում, թե իմ ընկերը Միկան է, ոչ թե Ալեքսանդրը։ Շատ լավ։ Ձեր ընկերը Միքայել Կուկուսովն է։ Իր օրինակ չէ, բայց ներողություն, այդուհանդերձ մինչև իրեն ավելի մանրամասն անդրադառնալը, երևի դուք էլ հաճախ հետևում եք այն քննարկումներին, այդ մարտի մեկ փաստահավաք հանձնաժողովի կողմից, երբ որ փորձում էին հասկանալ, թե ի վերջո ովքեր էին այն անձինք, որոնք որ Երևանում կազմակերպել էին մեքենաների հրկիզումները, զանգված այն անկարգությունները եւ փորձում ենք հասկանալ, թե այդ անձինք ովքեր են, ինչ կապ ունեն եւ հիմնական վարկածն այն էր, որ այդ անձինք իշխանությունների հետ փոխկապակցված անձինք են, որոնք հատուկ կազմակերպել են հրկիզումներ եւ տարբեր տեսակի ջարդ, որպեսզի հիմնավորվի արտակարգ դրության հայտարարումը։ Այդ քննարկումները գոնե ենթադրում եմ հեռուստացույցով տեսել եք։ Այդքան տարբեր տեսակի քննարկումներ ա եղել եւ Ես ներողություն եմ խնդրում, մի վայրկյանով ստուրջ վերցնեմ ու գամ։ Տարբեր քննարկումների, այո, լսել եմ, բայց կրկնում ու վերահաստատում եմ պարոն Լեոնիսյան։ Մենք մտերիմ ենք Միքայել Կիտեսովի հետ, ով ելի եմ կրկնում 3 կամ 4 տարի առաջ լքել է Հայաստանը, իր ընտանիքի հետ Միացյալ Նահանգներում ապրում։ Ալեքսանդր
գիտեսողից ինչ-որ հարցադրումներ տալով, ես չեմ կարող իր փոխարեն պատասխանեմ։ Դուք ասում եք, որ շատ վաղուց ընկերական հարաբերություններ ունեք Միքայել Կիտեսովի հետ, իսկ տեղյակ եղել եք, որ նրա եղբայրը հենց մարտի 1-ին հրկիզումներ չէ, տենց մեքենաների ջարդափշուրի մասնակցած անձ է եւ դրա վերաբերյալ ընդունված ակտեր կան։ Ես գիտեմ, որ ինքը քրեական պատասխանատվության է ենթարկվել, բայց ինչի համար երբ ոնց չէ։ Միքայելինը գիտեմ, որ 2000-ականների սկզբին է ենթարկվել։ Շատ լավ, գանք Միքայել Կիտեսովի քաղաքական հայացքներին ես օրինակ այստեղ ինքը հայտարարություն է հրապարակել Հայաստան առանց Նիկոլի, ինքը հաջան, Ներողություն չապատ է։ Չէ, խնդրեցին, որ նենց փոխանցեմ եթե։ Հաջորդը նորից Միքայել Կիտեսովը ես մեջբերում եմ իր հրապարակումից։ Նիկոլ Փաշինյանի թուրքական իշխանությունը պահանջել յուրաքանչյուր ոստիկան մի առանձին թուրք է։ Այստեղ եկեք հստակեցնենք, որ խոսքը ոչ թե իշխանության մասին է, այլ ոստիկանության ծառայողների։ Ուրեմն իշխանություն պահանջել յուրաքանչյուր ոստիկան մի առանձին թուրք է, ու թող որևէ մեկը չարդարանա, թե ինքը պետական շահի համար է ծառայում։ Դա ընդհանրապես ճղճին աշխատավարձի համար հայրենիքն ու բարոյականությունը ծախել է։ Սա հայտարարել է ձեր 20 տարվա ընկերը։ Ինչ կասեք այս հայտարարության մասին։ Ես վերահաստատում, որ իմ հեռախոսը համար իր անունով գրանցված է 2008 թվականից։ Մենք մտերիմ հարաբերությունների մեջ ենք, այո, եւ բացարձակ որևէ տեսակի կապ չունի իր քաղաքական հայացքները իմ պաշտոնավարման հետ։ Նույն այդ անձնավորությունը 2018 թվականին տեսագրությունները կա առաջինն էր հրապարակում իր ընտանիքի հետ եւ աջակցում էր նաեւ 2018 թվականի իրադարձություններին։ Դրանք էլ ես եթե առիթ եղավ կփոխանցեմ իրան, որ ձեզ փոխանցի։ Այսինքն իմ համար միևնույն է եղել իմ հեռախոսի համարը ում անունով որ գրանցված է ինքը ինչ ձևակերպումներ է անում, անգամ լինելով մտերիմ, իրար առիթների նաև լինելով։ Ես ընկերներ ունեմ, որոնք ինչ տեսակի հայացքներ կարող են ունենալ ինձ վերաբերելի չեն։ Նույն ձև աշխատել եմ դատախազությունում, երբ որ այլ հայացքներ ունեին այլ ընկերներ, նույն ձև աշխատում եմ հիմա պարոն Հովհաննիսյան։ Եվ վերջիններից ձևակերպումներն ու հայացքները որովհետև չի կարող առնչություն ունենա իմ աշխատանքի հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, բայց դուք այդուհանդերձ իմ հարցին չպատասխանեցիք։ Իմ հարցը նրա վերաբերյալ էր, թե որն է ձեր վերաբերմունքը այս հայտարարություններին։ Դուք եւս մեկ անգամ հաստատեցիք, որ ինքը ձեր ընկերն է վաղուց 2008 թվականից, դուք եւս մեկ անգամ շատ ուրիշ բաներ ասացիք, բայց չասացիք ձեր վերաբերմունքը ո՞րն է։ Ձեր վերաբերմունքը ո՞րն է այն արտահայտության հետ, որ մարդ ասում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պաշտպանող ցանկացած ոստիկան մի առանձին թուրք է։ Ես այդ նույն ոստիկանների շահերը պաշտպանողն եմ եղել տարիներ շարունակ, պարոն Հովհաննիսյան, ու քաղաքական խիստ չեզոքություն եմ դրսևորել զսպվածություն, որևէ ձև հնարավորություն չունենալու մեկնաբանել որևէ քաղաքական բան։ Շնորհակալություն։ Ես կարող եմ ձեր կարծիքը ձեր ընկերոջ այս գրառման հետ։ Հարց ունեք, պարոն Հովհաննիսյան։ Պարոն Հովհաննիսյան, հարց ունեք։ Եթե ուրիշները հարց ունեն, ես հետո Հարց ունեք։ Ունեք հարց։ Ես մի հարց ունեմ։ Համեցեք։
Ես ներողություն մի հարց քանի քննարկվում է։ Դուք որևիցե հավաստող բան ունեք, որ այս ձեր ուղևորությունը դեպի Մոսկվա դուք եք վճարել։ Չէ, դուք դա արդեն անգամ ասացիք, որևիցե հավաստող չգիտեմ, վճարման անդորրագիրը էլեկտրոնային կառավարության որ դիմել եք, կարող ենք ասենք, որ մենք ենք այդ մարտվել, կինս էս բանը դարձել։ Միանշանակ որևէ այլ ես թույլ չէի տա ինչ-որ մեկը իմ համար ինչ-որ բան անել, որ գնայի հասնեի ակետից բեկետ Պարոն Հովհաննիսյանս բնավորություն չունեմ։ Ինձ մնա գործողն էլ իմ հաշվին կգնա։